Թուրքը կտրել է մեր գյուղը, հարթագյուղում են ասում։ Լորվա այս գյուղն էլ եղեռնագործության օրերին թուրքի ոտքի տակ է ընկել։ Նարեկավանքն է, ժամը, ինչպես գյուղում են ասում։ Եթե առանց գյուղացիների գաս նարեկավանք, մոմ կվառես ու կհեռանաս։ Չես էլ իմանա, ինչ կար այստեղ, այս խորանի տակ։ Յաթաղանի գործն է, ջարդից 111 տարի անց այսօր էլ հարթագյուղի ջրհորներից մարդկանց ոսկորներն են դուրս գալիս։ Մաքրում էի ոսկորասս դուրս թռավ ջրի երեսը ու շորշոպ ինձ խփեց։ Մի կերպ շատ զորը ելա դուրս։ Ելա ու ստիպված էլի այդ։ Մե բաժակը խմեցը սարսափը կորը։ Հայոց մեծ եղեռն, հոլոքոստ, Ռուանդա, համաշխարհային պատմությունը հենց այս 3 ցեղասպանություններն է հիմք ընդունում էթնիկ զտման փաստերը համեմատելու համար։ Ցեղասպանագետները միաբերան են պնդում, դրանք ապացուցված անվիճարկելի պատմական իրողություններ են։ Ու թեպետ աշխարհի խորհրդարաններում Լեմկինի ու բազմաթիվ այլ գիտական հիմնավորումներում է սևով սպիտակին գրված, որ կոտորվել է 1.5 միլիոն հայ, Թուրքիան չի փոխում մերժողական դիրքը։ Հայկական կողմում էլ ի դեպ անսպասելիորեն կարծիքներ եղան, թե պետք է պարզել, գտնել անուններն ու ի վերջո հասկանալ, թե հայոց ցեղասպանությունը քանի մարդու կյանք է արժեցել։ 99-ամյա Արաքստատը հարթագյուղի կոտորածի վերջին վկան էր։ Մեկ դար ապրած մեծ մայրը սարսափով էր հիշում, պատմում գլխով անցածը։ Ջրհորները իսկական մղձավանջ էին Արաքստատի համար։ Բոլորի տեղը գիտեր ու երբեք չէր մոտենում։ Կոտորածի սարսափելի տեսարանները աչքից չէին հեռանում։ Ճաշկուերը պատին ու ծախ, ճաշկուերը թապան։ Միայն 6 ջրհորից մինչև 1000 մարդու ոսկոր են հանել ու հուղարկավորել։ Հարուստ է եղել հարթագյուղը, թուրքերը Քյուչուկ Ստամբուլ, փոքր Ստամբուլ են ասել, կամ էլ Գալթախչի, որ նշանակում է թամբագործ։ Այստեղից թուրքերը ավար, հատկապես ոսկի շատ են տարել։ Հիմա Էրդողանը լեզուն էլ չի թրջում խոսելու նյութական պատասխանատվությունից, հայերին փոխհատուցումից։ Այնինչ ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած նյութական վնասների հաշվեկշիռն էլ կա, յուրաքանչյուր հայ ընտանիքին հասցված վնասի հաշվարկով։ Եվ այդ հաշվեկշիռը հայկական կողմը 1919-ին հանձնել է Փարիզի խաղաղության վեհաժողովին։ Ցեղասպանության հետևանքով Արևմտյան Հայաստանում եւ Հայաստանի առաջին հանրապետության տարածքում 1914-ից 19 թվականների ընթացքում հայ ժողովրդի կրած նյութական վնասների հաշվեկշիռը կազմում է 19 միլիարդ 130 միլիոն 932 հազար ֆրանկ։ Երիտթուրքերի հետնորդ այսօրվա Թուրքիան որքան էլ մեծ խորհուրդ է տալիս մոռանալ հիշողությունները, առաջ նայել, ինչպես Էրդողանն է ասում, հանուն պայծառ ապագայի, հայերը միևնույն է համարում են, որ մի օր արդարության կշեռքը կգտնի հավասարակշռությունը։ Սուտմերուկի պես Էրդողանը մոռանալու է տալիս, որ հայերի դեմ զանգվածային կոտորածներ կազմակերպելու համար երիտթուրքերի կառավարության ղեկավարները հենց Թուրքիայում ենթարկվեցին դատական պատասխանատվության։ 1919 թվականի մարտի 8-ին Սուլթան Մեհմեդ 6-րդի հրամանագրով երիտթուրքական կուսակցության պարագլուխները հանձնվեցին Ստամբուլի ռազմական արտակարգ Ատյանի քննությանը եւ դատավճռով հանցագործներից 4-ը Թալիաթ Փաշան, Ջեմալ Փաշան, Էնվեր Փաշան ու դոկտոր Նազիմը դատապարտվեցին մահվան։ 111-րդ տարին է ոճրագործը պատժված չէ։ Արաքստատը պատմում էր, թե հրաշքով դիակների տակ թաքնվելով է Թուրքի յաթաղանից փրկվել։ Ցույց էր տալիս գյուղի մարակները, որտեղ թուրքերը փակել են գյուղացիներին ու վառել։ Ջուլեն կաբեցի։ Ես շանտղի ջուլե հետ մի հադամ չդիբավեն դիպալաչ։ Գալթախչիում թուրքական սպանդի զոհերի գերեզմանները հիմա էլ ջրհորներն են։ Գալթախչեցիները փակել են դրանք սալքարերով ու չեն էլ համարձակվում բացել։ Նարեկավանքի դեմ դիմաց այս բարձր սարն է, Գագաթին, Սուրբ Հովհաննես հայտնի մատուռը։ Արաքստատը պատմում էր, որ ջրհորներն ընկնելուց առաջ մեծ ու փոքր հասցրել են դեպի սարը շրջվել, ողորմատ տեր կանչել ու խաչակնքել։ Ծիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական, Հարթագյուղ։